Արթուր Նիկոլ Փաշինյանը նոր հայտարարություններ է արել հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի շրջանակում, մասնավորապես եպիսկոպոսաց ժողով, եւ նշել է, որ թույլ չի տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել, Հայաստանից դուրս եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նախաձեռնությունը հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելու ու որոշ ուժերի ձեռքում մարիոնետային կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն ու որպես Հայաստանի դեմ գործիք օգտագործելն է, ասել է Փաշինյանը, մեկնաբանությունը թողնում եմ քեզ։ Դե Փաշինյանին մեկնաբանելը շատ մեծ հումոր պիտի ունենաս, որ մեկնաբանես, բայց ցավալի իրականությունն է, չգիտեմ, այդ մարդը իրան քիչ առաջ մեկը գրել էր Հուլիոս Կեսարի տեղն է դրել իրեն, փոքրիկ բռնապետի հետ գործ ունենք իհարկե եւ իրեն թվում է թե Հայաստանի Հանրապետությունը իր տունն է, օրինակ կարող են պատերին խզմզել, իսկ հայ ժողովուրդը դա իր երեխաներն են, կարող է ինչ անել, ինչ ուզել անեն։ Իրականում մենք գործ ունենք դժբախտ, այսպես պատահարի հետ, այնինչ Փաշինյանը ուրեմն երևակայում է եւ փորձում է անել հայ ժողովրդի հետ եւ Հայաստանի Հանրապետության հետ, բայց դա է ցավալի իրականությունը եւ պետք է առերեսվենք դրա հետ, մինչեւ կունենա Հայաստանի Հանրապետությունը իսկապես սահմանադրական կարգը եւ բարոյական նորմերը հարգող իշխանություն, Անի ջան, եւ ասեմ, որքան որ եկեղեցուց խոսեցիր, եթերը քեզ եմ փոխանցում, բավականին շատ խմորումներ կան եւ եթե այլ հարց ունեն, այո, ուրեմն մենք տեղեկացրել ենք, իհարկե Alpha News-ը Լոս Անջելեսում գործող միակ լրատվամիջոցն է, Alpha News-ի մեջ Լոս Անջելեսի խմբագրությունը, որը անդրադառնում է համայնքային կյանքին եւ բոլոր ոլորտներում, սկսած սպորտից, մշակույթից, քաղաքականություն, եկեղեցական կյանք, եւ մենք տեղեկացրել ենք մեր հեռուստադիտողներին, որ այստեղ մի շարք անհատներ, հավատացյալներ շատ վատ են ընդունել, այսինքն ես կասեի մեծամասնություն է, բայց որոշակի խումբ նաև ակցիաներ է կազմակերպել հավատացյալների մի խումբ, ընդդիմանալով այդ տիրադավների գործունեությանը, որոնք ուղղված են կաթողիկոսի եկեղեցու Նիկոլ Փաշինյանականացման, այսպես ասենք հայ առաքելական եկեղեցու Փաշինյանականացմանը։ Եվ իրենց բողոքի ձայնն են արտահայտում տարբեր սոցիալական հարթակներում, մեր եթերում են եղել մի քանի անգամ ստորագրավակ է կազմակերպվել, եւ անցած շաբաթ ավելի շատ կիրակի օրը, ավելի ճիշտ կիրակի օրը պատարագից հետո լուռ ակցիա էր կազմակերպվել թեմի առաջնորդային հարակից Ղևոնդա Սուրբ Ղևոնդյաց եկեղեցու բակում, ինչը այդպես շատ հանգիստ ակցիա էր, իհարկե իրենք փորձեցին հետագայում այսպես սադրանքի ենթարկել եւ լարվածություն ստեղծել եւ նաեւ ջղաձիկ այսպես արձագանքների տեղիք է տվել անցած կիրակի օրվա այդ ակցիան թեմի առաջնորդությանը պատկանող այսպես կայք էջը եւ նաեւ սոցիալական էջերը տեղադրել են մի հայտարարություն, որը ցավոք պիտի ասեմ, ծայրից ծայր սուտ է։ Իրականում ինչի մասին են խոսում, մենք այդ մասին կխոսենք այսօրվա իմ հյուրի հետ, բայց ուզում եմ անդրադառնալ մի դրվագին, որը վերաբերվում է Alpha News հեռուստաընկերությանը, իրենք իհարկե անունը չեն տալիս, բայց ասում են, որ բառացի մեջ բերեմ, հա հայտարարությունը ինձ մոտ է, Լոս Անջելեսի մեջ գործող քաղաքական հստակ ուղղվածությամբ լրատվամիջոցի ներկայացուցիչ մ, դա ես եմ իհարկե, բարձ է որ իմ մասին է, քանի որ այլ ներկայացուցիչ մ չկար այնտեղ, եւ ասեմ, որ ես այնտեղ էի որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ լուսաբանելու համար մեր օպերատորի հետ, իրենք ասում են, որ դրսից ներխուժեցին բակ եւ փոքրիկ խումբը դրսից ներխուժեց եկեղեցու բակ եւ հրահարեց, չգիտեմ ինչ, խանգարեց, ծայրից ծայր սուտ է, դրա մասին կխոսենք, բայց ուզում եմ ասել, հստակ քաղաքական ուղղվածության մեջ մեղադրող թեմի առաջնորդություն, չգիտեմ ով է այս տեքստի հեղինակը, շատերի պնդմամբ այս ոճը հենց Հովնան Տերտերյանինն է, թեմի առաջնորդին է, բայց չեմ կարող դա պնդել, ամեն դեպքում սա միակ լրատվամիջոցն է, որին պետք է շնորհակալություն ասել համայնքային, ուրեմն կյանքը լուսաբանելու համար այստեղ տեղում Լոս Անջելեսում գործող լրատվամիջոցներից։ Մնացած բոլորը կարելի ասել քաղաքական ուղղվածություն հստակ ունեն, նիկոլական ուղղվածություն ունեն, ես դա հստակ կարող եմ ասել։ Դա միակ լրատվամիջոցը, որը փորձում է եւ եկեղեցական կյանքը, եւ հասարակական կյանքը, եւ մշակութային, եւ ընդհանրապես դա մեր լրատվամիջոցն է, եւ քանիցս անգամ մենք ինքներս փորձել ենք եթեր տրամադրել հայ առաքելական եկեղեցու արևմտյան թեմին։
այստեղ եղել են թեմի աշխատակիցներ, ներկայացրել են իրենց ծրագրերը։ Ես անձամբ մի քանի անգամ փորձել եմ մեր տաղավար հրավիրել կամ նույնիսկ ինքս գնալ թեմ եւ հարցազրույց վարել թեմի առաջնորդի հետ, Հովնան arczepiskopos Տերտերյանի հետ։ Վերջին անգամ մի քանի տարի առաջ, երբ որ այս ամբողջ պատմությունները չկային, նա, այսպես ասենք, հրաժարվել է հարցազրույցներից եւ վերջին անգամ, երբ որ նա հրաժարվեց, նույնիսկ գրավոր նամակ ուղարկեցինք, 2 օր անց տեսա Հովնան Տերտերյանին Պետրոս Ղազարյանի հմեկի հաղորդման հյուր, թեև ինձ պատճառաբաներ էին, որ նա ասելիք չունի, այսպես ասենք։ Այսինքն, եթե կա քաղաքական ուղղվածություն, Հովնան Տերտերյանը ի սկզբանե այդ ուղղվածությունը դրսևորել է իր պահվածքով։ Էլ չասեմ նրա մասին, որ թեմի առաջնորդարանին այսպես մոտ կանգնած որոշ անձինք բացահայտ նիկոլականություն են քարոզում նույն եկեղեցու բակում, բացահայտ ատելություն են սերմանում բանտարկված հոգևորականների նկատմամբ եւ այդպես շարունակ։ Իսկ այս հայտարարության մյուս ստերին կանդրադառնամ իմ այսօրվա հյուրի հետ, մեր ընկերոջ հետ, Սարգիս Զելվեյան, գործարար եւ համայնքային ակտիվիստ։ Ողջույն Սարգիս եւ շնորհակալ եմ, որ եկաք։ Կարծում եմ ձեզ էլ է այս հայտարարությունը որոշակի, չասեմ մտահոգել, բայց զարմանք առաջացրել, որովհետեւ չի կարելի այդքան սուտ դնել եւ նախ ասում են, որ խումբը ներխուժեց բակ, այդպես էր։ Խնդրեմ դուք մեկնաբանեք, որովհետև ես տեսել եմ։ Իդեպ ասեմ մի բան, իրենք արգելում էին մեր օպերատորի գործունեությունը։ Հենց դրանից իրենք ուրեմն սադրանք կազմակերպեցին։ Մենք բոլորս ներսում աղոթք էինք անում, պատարագ էինք մասնակցում։ Նույնիսկ հետո ինձ հասավ այն բան, որ մեր օպերատորին արգելում են նկարանել, ասելով դուք իրավունք չունեք այստեղ նկարանել, ես դուրս եկա։ Դրանից հետո ինչ տեղի ունեցավ, խնդրեմ դուք ներկայացեք։ Նախ եւ առաջ նախքան թեմային անցնելը իրապես Արտուր, շնորհակալ ենք Alpha News-ից, որտեղ համայնքում իրական ասածից առօրյա հայ իրականության հետ առնչվող բոլոր թեմաները գրեթե մենակ Alpha News-ն է ներկայացնում, մանավանդ վերջի 7 տարիների այս թոհ-բոհի մեջ համայնքի կողմից շնորհակալություն ձեզ։ Վերադառնալով նյութին, գիտեք, զավեշտ ասես, լացես, թե ծիծաղես չգիտես, երբ որ նման խայտառակ հայտարարություն է, ծայրի ծայր սուտ հայտարարություն է տարածվում թեմակալ առաջնորդի կողմից։ Ես կարող եմ պնդեմ, հաստատել չէ, բայց կարող եմ պնդեմ, որ անձամբ թեմակալ առաջնորդի գրվածն է սա, տեղյակ լինել, քաջա տեղյակ լինելով նրա լեքսիկոնին, խոսելաոճին եւ մտքերին, անձամբ գրված է թեմակալ առաջնորդի կողմից եւ խայտառակություն։ Ասացի ասում Սարգիս, ասում է, որ 500-ից ավել մարդիկ ներսում նախ պատարակը ավարտվել էր, արդեն ավարտման, որ մենք դուրս եկանք, եւ երկրորդ ներխուժում չի եղել, մարդիկ ներսում են եղել, ոչ թե դրսից ներխուժել։ Սա ակնհայտ սուտ է, չէ, ասենք, ինչպես կարող են դա, եւ ասում են մի քանի հոգի ինչ որ տենց քաղաքական ազդեցությունների տակ եւ այլ եւ այլ։ 500 հոգուց ավելի մարդ գրեթե ամեն կիրակի Սուրբ Ղևոնդյաց եկեղեցում ներկա են։ Այդ 500 հոգին ձևակերպել իբր թե 500 հոգի մարդ էին այնտեղ։ Ուզում եմ ասել, որ մեր կողմից բաժանում կար մեր կողմ, ձեր կողմ չկա, այստեղ կողմ չկա, սիրելիներ։ Այստեղ կա մեկ կողմ։ Մեր եկեղեցին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հետ միասին։ Օրվա ակցիան չեմ սիրում այդ բառը, գործողություն։ Օրվա գործողությունը ընդամենը համայնքի որոշ ծուխի որոշ հավատավոր ժողովուրդ որոշել էր ներկա գտնվել պատարագին զուգընթաց իրենց աջակցությունը հայտնեին Մայրաթորին եւ վեհապար Հայրապետին։ Մարդիկ կանգնած էին պաստառներով, հանգիստ։ Ես մեր ռեժիսորին խնդրեմ, եթե այդ կադրերը ունեն ձեռքի տակ, ցույց տալ պաստառները, որոնց վրա այդպես ագրեսիվ ոչինչ չկար, լուր ակցիա էր, մարդիկ լուր կանգնած էին։ Իրենք եկան եւ Բելետ Շահբազյան անունով մի կին ինքն էր հրահրում, օպերատորին էր շարքելում նկարել,
ասում էր գնացեք այս պաստառները վերցեք, դուք այստեղ իրավունք չունեք, գնացեք permit բերեք, չգիտեմ ինչ բերեք, իրենք են լարում։ Այո, եւ օրվա գործողությունը, գիտեք, հետաքրքիրն է, օրվա գործողությունը ոչ մեկին ընդդեմ չէր։ Ի աջակցություն մայրաթորին եւ վեհապար հայրապետին էր։ Ընդդեմ ոչ մեկին չէր։ Նույնիսկ պաստառները, եթե տեսնեք, կտեսնեք, ընդդեմ ոչ մեկին չկար։ Այսինքն ծխական խորհրդի անդամները փաստորեն խնդիր ունեն մարդկանց հետ, ովքեր սատարում են եկեղեցուն, ոնց որ ձեր նշած անձնավորությունը հետաքրքրորեն փորձում էր ասել, որ ինքը ոստիկանություն կկապվի հիմա եւ ոստիկանություն կկանչի, իմ հարցը սիրան հետեւյալն էր, ոստիկանի պիտի զանգես, ինչ ասես մի խումբ մարդիկ այստեղ սատարում են եկեղեցուն, խնդրում եմ եկեք իրանց հեռացրեք, հասկանում ես ինչ ապուշ կարգավիճակի մեջ կգտնվես։ Ու ըստ երևույթին դա անդրադառնալով իրանք կամաց խելոքացան, ասենց ասենք։ Բայց իրենք աղմուկը բարձրացնեն, ոչ մի աղմուկ չկար մինչև այն պահը, երբ որ ծխական անդամներից սկսան դուրս գալ եւ արտոնություն պահանջել։ Գիտեք, մենք մեր եկեղեցու բակում գտնվելու համար ոչ մեկից արտոնության կարիք չունենք։ Եկեղեցին եւ առաջնորդարանը պատկանում է մեզ, մերն է, հավատավոր ժողովրդինը։ Տեր հայրը, թեմակալ առաջնորդը, նրանց առաքելությունը ընդամենը թեմին եւ ծուխին հոգեվոր սպասարկություն մատակարարելն է։ Ոչ թե տերն են, ոչ թե տիրականն են այդ ամեն ինչի։ Սարգիս, այս կադրերում մենք խոսում ենք, դուք այսինքն խոսում եք այն մասին, որ չենք կարողանում կապվել թեմի առաջնորդի հետ, զանգահարում են, ուզում են հանդիպել, բայց թեմի առաջնորդը չկա, մի օր Սանհոզե է գնում, մյուս օրը չգիտեմ որտեղ, պատարակների ընթացքում հնարավոր չէ տեսնել, շաբաթվա ընթացքում հնարավոր չէ տեսնել եւ Տեր հայրը ասաց, որ նորից փորձեք, հա, կրկին փորձեք զանգել, փորձեցիք եւ հաջողվեց արդյոք այս շաբաթվա ընթացքում։ Տերորը մենք շատ բարձ բացատրեցինք, որ մեր գործը այսուհետ ոչ թե ադմինիստրացիայի քարտուղարության, այլ ուղղակի մեր ծուխի հոգեվոր հովիվի Տեր Խաժակի հետ է, ու ինքը խոստացավ, որ կփորձի ամեն ձև կապ ապահովել կամ հանդիպում ապահովել թեմակալ առաջնորդի հետ։ Դժբախտաբար մինչև հիմա այդ հանդիպումը չի կայացել, հույսով ենք կկայանա, չկայանալու դեպքում արդեն հայտարարություններ կա, այս կիրակին նորից մենք գնալու ենք մեր աջակցությունը հայտնելու, ոչ թե դեմ ըմբոստանալ եւ այլն որևէ մեկին, այլ մեր աջակցությունը հայտնելու մեր Սուրբ Եկեղեցվո, Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի եւ օրվա վեհապար հայրապետին։ Այո։ Եվ նույն ժամանակ պատասխան պահանջելու, որ մեկ շաբաթ անցավ արդեն, ինչու այդ կապը, հանդիպումը չկա։ Որևիցե արձագանք չի եղել, բացի այս հայտարարությունից, որտեղ որ ձեզ մեղադրում են կամ մենք բոլորիս համայնքին մեղադրում են պատարակ խանգարելու մեջ, որը 100% սուտ է, ես այնտեղ եղել եմ, պատարակ չի խանգարվել, պատարակը վերջանալուց հետո է նախ այդ ամբողջը եղել, տեսեք կանոնն էլ դրսում է, եւ եթե եղել է բարձր ձայներ, ապա իրենց ծխական խորհրդի անդամներն են դա հրահարել։ Հիմա մի հարց, որի մասին ուզում եի ձեր կարծիքը իմանալ, տպավորությունը, Տեր Սերոփը այդ մասին բարձրաձայնեց, որ մեր եկեղեցու կարծես թե լոգոն փոխել են, անվանումը ուղղափառ դուրս է եկել այնտեղից, առաքելականը դուրս է եկել, այսինքն կոչվում է արևմտյան թեմի հայկական եկեղեցի, եթե թարգմանենք, սա այդպես է, դուք վաղուց կապեր ունեք թեմի առաջնորդարան, իսկապես ինչ որ բան են փոխել, խորհրդանիշերը եւ այլն։ Թեմը ցնցումների միջով անցնում է այս պահին ու տարօրինակ շատ բաներ են կատարվում։ Մեկը մատնանշեց այն օրը, ինչ որ լոգոն նույնիսկ առաջնորդարանի փոխվում է։ Չեմ կարող ժխտեմ կամ հաստատեմ, բայց տարօրինակ փաստաթուղթ էր, ես տեսա այդ փաստաթուղթ էր, որի վրա կարծես թե այլ լոգո էր։ Այո։ Եվ գրած էր արևմտյան թեմի առաջնորդարան։ Այո։
Հիմա այս տարօրինակությունները մեր համար էլ նույնիսկ մարդիկ, ովքեր համայն ծուխի անդամներ են տարիներով, թեմի անդամներ են տարիներով, այս ամեն ինչը մեր համար էլ են տարօրինակ, մենք էլ ենք փորձում հասկանանք, թե ինչ է կատարվում այդ ձեր ասած նոր կաթողիկոսություն ինչի հետ։ ստեղծում այստեղ մի հատ երրորդը ստեղծենք, բան, ասենք Միացյալ Նահանգների արևմտյան ափի։ Կաթողիկոսության առումով չեմ կարող ասեմ, բայց համենայն դեպս այսպես ասենք, ըստ օդում կախված լուրերի պլանները հետևյալն են, որ ոչ թե կաթողիկոսություն, առանձին պատրիարքություն կոնե Ամերիկայի, առանձին պատրիարքություն Ռուսաստանի եւ առանձին պատրիարքություն Պարսկաստանի, այսինքն կատարյալ մասնատում եկեղեցվո 3 տեղ։ Եվս 4 տեղ կիսել։ Եվ այո, եւ արդեն պարզ է ինչ կկատարվի եւ մայրաթոռը մնալով միայն Հայաստանի Մայրաթոռը սարքել ԿՊ-ական շտաբեր, երևի դա է ծրագիրը։ Մայրաթոռը սարքել ԿՊ-ական շտաբներ, հասկանալով որ Սփյուռքում չեն կարողանում եկեղեցի, գիտեք ինչ, սրանք բոլոր կարմիր գծերը անցան, ֆիզիկական կարմիր գծերը, թե սահմանային, թե բոլոր, բայց եկան հասան միտեղ, այդ կարմիր գիծը հայ մարդու հոգում գծված գիծն է, մեր հավատքը, մեր եկեղեցին, այդ գիծը չեն կարողանում անցնել, եթե անդրադառնանք տարբեր ձևերով, տարբեր մեթոդներով փորձեցին, հիմա հասել է այնտեղ արդեն, փաստացի տեսնում ենք, մարդիկ ուժով պիտի անեն, ինչ որ ուզում են անեն, ուժով պիտի փորձեն անեն, որտեվ տեսան, որ չի ստացվում, հայ հոգին չեն կարողանում կտրեն։ Իդեպ մի բան էլ ասեմ, այս հայտարարությունը եւ ընդհանրապես բոլոր հայտարարությունները, որ տեղադրում են սոցիալական ցանցերում, փակել են այդ մեկնաբանությունների հատվածը, որովհետեւ բոլորը այսպես մեծամասամբ իրենց դեմ մեկնաբանություն, ոչ թե դեմ, այլ քննադատող մեկնաբանությունների, բացասական մեկնաբանություններ են։ Հիմա մարդիկ նույնիսկ հարցեր ուղղելու հնարավորություն չունեն։ Թեմի առաջնորդությունը փակել է ընդհանրապես մարդկանց հետ շփվելու, նույնիսկ սոցիալական ցանցերում շփվելու հնարավորությունը։ Սա ինչի մասն է խոսում։ Իրենք հասկացել են, որ սխալ գծի վրա են եւ ժողովուրդը ընդվզում է իրենց դեմ, թե ինչ է կատարվում։ Մի բանի մասին է խոսում, կամ վախ, կամ ամոթ, կամ երկուսը միասին։ Վախի նկատի չունեմ ուրիշ առումներով, վախ են առումով, որ ժողովուրդ վերջի վերջո իր կարծիքը հայտնում է։ Տեսել ենք, մի քանի հատի տակ բաց էր, կարծիքները հայտնեցին, անմիջապես փակեցին։ Ես ես ավելին ասեմ, իրենք բլոկել են հավատացյալ մարդկանց, ովքեր որ իրենց կարծիքն են հայտնում, ուղղակի հեռացրել են այդ իրենց սոցիալական ցանցերում, նույնիսկ լայքեր եւ տարածելու հնարավորություն չեն տալիս։ Դա արդեն խոսում է ամեն ինչի մասին։ Ես մտածեցա, որ այնտեղ հիմնականում արևմտյան թեմի հավատացյալների մեծ մասը վատ ռեակցիա է տվել իրենց այս հայտարարությանը, իսկ ովքեր լավ են տվել, այնտեղ մեկը կա հնչակյան կուսակցություն, մի մարդանոց կուսակցություն կա այստեղ, չէ՞։ Այդ մեկն է, որը միշտ իշխանությունների հետ է, եւ ասենք Նիկոլի ԿՊ-ական հայաստանյան այդ բանակը, որոնք փորձում են, ասենք, քանդել եկեղեցին։ Իսկ այստեղ հիմնական զանգվածը դեմ է այս ամեն ինչին, ինչ որ կատարվում է Վահրամ Տերտերյանի կողմից։ Ցավոք է դա իրավիճակը եւ ասացիք, որ այս կիրակի է լինելու, խնդրեմ մանրամասները երբ ինչ եւ ինչ սպասել։ Այս կիրակի նորից մեր աջակցության գործողությունն ենք անելու, ներկա գտնվելով առաջնորդանիստ Սուրբ Ղևոնդանց մայրտաճարում Չենք ներխուժելու այս անգամ։ Չենք ներխուժելու այս անգամ։ Չէ, իրականում չենք էլ ներխուժել, մարդիկ մասնակցել էին պատարագին եւ հետո դուրս են եկել լուր ակցիայի։ Հիմա նույնն։ Եթե մեր գործողության մարդկանցից որևէ մեկը մտել է եկեղեցի դուրս է եկել, որոնցից մեկը ես մտեմ էր լուր աղոթքը արե եւ դուրս ենք եկել։ Սուս փուս դուրսը կանգնած էին մարդիկ պաստառներով։ Ոչ մի ներխուժում չի եղել, ոչ մի ներխուժում չի լինելու։ Մենք մեր տունը չենք կարող ներխուժենք։ Մենք մեր տունը մտնում ենք։ Ներխուժումը դա ուրիշ մի բան է։ Այսինքն մասնակցելու եք պատարագին։ Մասնակցելու ենք պատարագին նույն ձևի ի աջակցություն Մայրաթոռի եւ Վեհափառ Հայրապետի
իլուրս աշխարհի, որ կապ չունի ինչա կատարվում այսօր Հայաստանում կամ Հայաստանի շուրջ, Սփյուռքը ապրում եւ պիտի ապրի իր մար եկեղեցով եւ ոչ մեկը չի կարող այդ կապը կտրի ոչ մեկը ես վերջերս Սրբոնց Ղևոնդյանց տոնն էր քահանայից տոնը ես գրառում էի իմ Facebook-ի վրա որ մեր օրյա հոգեվոր հայրերը իրոք իրենց ուխտը վերանորոգեցին Սրբոց Ղևոնդյանց նահատակ հոգևորականների հետ պատնեշի պես կանգնելով, ապարաժի պես կանգնելով այս ամեն ինչի դեմ։ Եթե մենք էլ չլինենք, վստահեցնում եմ ձեզ, հայ հոգևորականները կպահեն մեր եկեղեցին, ոնց որ պահել են ոչ թե մենակ եկեղեցին, այլ ազգը գոնե վերջի 1700 տարին։ Նիկոլը բախվել է մի ապարաշ քարի, որի չի կարող անելու ճաքասնի այդ քարը։ Այդ քարն ա եղել, որ ջախջախել ա մեր թշնամիներին, թե հոգևոր, թե ֆիզիկական, ու այդ քարը պիտի լինի այսօր, այդ վեմ քարը, որ պիտի ազգին նորից վերածնունդ տա։ Այո։ Շատ շնորհակալություն եւ Կիրակի ժամը 11:30 պատարակից հետո բոլոր այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են, ում սիրտը ցավում է եկեղեցու համար, հրավիրում ենք, խնդրեմ մեր համեստ, լուր ակցիան անելու, գործողությունը անելու, աջակցելու մեր Սուրբ եկեղեցուն եւ յուր վեհափար հայրապետին։ Շնորհակալ եմ Սարգիս, հաջողություն մաղթում ձեզ։